Զաքարիա Ձաքեցու քարոզը ասված ավագ երկուշաբթի օրը։ 40-օրյա պահքի սուրբ եւ մաքուր օրերը ավարտվում են Ղազարոսի Հարությանը նախորդող ուրբաթ օրը։ Իսկ մեծ Պասեքի շաբաթի խորհուրդը զատ եւ տարբեր է սուրբ 40 օրերից։ Այն սկսվում է Արմավենյաց օրը։ Սուրբ 40-րդ թիվը մարդկությանն է անցել իբրև հին պարտք, քանի որ Աստված մեր նախահորը պատվիրեց նույնքան օր հեռու մնալ ծառից, պատվիրանադրության այդ ժամկետն ավարտվելուց հետո միայն հարմար ժամի ճաշակել եւ անախտական ծննդյամբ աճելու բազմանալ անհուն եւ անթիվ դառնալով։ Ապա միայն մոտենալ գիտության ծառին, անմահանալ, ելնել, ժառանգել եւ լցնել ընկած հրեշտակների տեղը։ Սակայն մարդը չպահեց սահմանված արարչադիր պատվիրանը, ընկավ հավերժական կյանքից, բաժանվելով անջատվեց դրախտի տենչալի վայրերից եւ մահվան իշխանության տակ ընկավ։ Եվ մեկի անհնազանդության պատճառով մահը թագավորելով տարածվեց շատերի վրա եւ ընթանալով կլանեց ամբողջ տիեզերքը։ Արարիչը նույնքան օրեր բացեց երկնքի սահմանները եւ պատուհասի ենթարկեց Ադամի ծնունդներին, քանի որ գրված է. երկնքի սահմանները բացվեցին եւ 40 օր եւ 40 գիշեր անձրև տեղաց երկրի վրա։ Օրինադիր Մովսեսն էլ Սինա լեռան վրա պահեց 40 օր ու գիշեր եւ արարչից ստացավ երկու քարեղեն տախտակները, որոնք խորտակելով Իսրայելի ժողովրդի աբերասանության պատճառով կրկին պահեց նույնքան օր ու գիշեր եւ արժանացավ տեսնելու անմերձենալի Աստծուն։ Եվ Տերը խոսեց Մովսեսի հետ եւ ասաց. Հորդանանի այն կողմում ապաստանի 48 քաղաքներ զատիր ինձ համար, որը նույնպես օրինակն է այս 48 օրերի։ Դրա համար էլ մարդասպանը պետք է բնակվի իր ապաստանած քաղաքում, մինչև վախճանվի քահանայապետը։ Քահանայապետի վախճանվելուց հետո միայն մարդասպանը թող վերադառնա իր կալվածքը։ Հորդանանի այն կողմում ապաստանի 48 քաղաքները մեծ պահքի 48 օրերն են, մեծ քահանայապետի մահը բանն Աստծո խաչի վրա պատարակվելն է, իսկ փախչողներն ու այդ քաղաքներում ապաստան գտածները բոլոր մեղավորները։ Արդ թող ոչ ոք չհամարձակվի դուրս գալ փրկության այս քաղաքներից, մինչև Աստծո անարատ գառի աշխարհի փրկության համար պատարակվելը, մի մոտենա մսի եւ մսեղենի, մինչև չճաշակես Աստծո անարատ գառի միսը եւ նրա անարատ արյունը։ Նաեւ մեծն Եղիան պահեց 40 օր ու գիշեր եւ Քորեբ լեռան վրա տեսավ Աստծուն, ինչքան որ մարդը Աստծուն տեսնելու կարողություն ունի։ Նաեւ 3 մանուկների շուրջը վառվող կրակը 49 կանգուն բարձրություն ուներ, որն անկես պահեց 3 մանուկներին։ Այն օրինակն է 48 օրերի պահքի։ Մեր Տերն ու Աստված պահեց 40 օր ու գիշեր եւ կանգնեցրեց գլորված Ադամին, ավազակների ձեռքով վիրավորվածների վերքերը լված եւ նախահոր հին պարտքերը կանոնելով սուրբ առաքյալների միջոցով մեզ համար սահմանեց ամեն տարի ամրանալ դրա մեջ, ինչպես այն ժամանակ ապաստանի քաղաքներ փախածները եւ սпасել մեծ քահանայապետի մահվանը, որ պատարակվում է աշխարհի համար։ Արդ Սուրբ 40 օրերը բովանդակում են մինչև Ղազարոսի Հարությունը, իսկ Զատկի շաբաթվա 8 օրերը խորհրդանշում են արարչությունն ու 7-րդ դարաշրջանը, սահմանված աշխարհի կյանքի եւ 8-րդը դեպի անվախճան դար մուտքի համար։ Առաջին օրը Աստված ստեղծեց տարերքները, այսինքն աշխարհը կազմող նյութերը, ջուրը, հողը, օդը, ղուրը, որոնցից էլ ստեղծեց երկինքն ու երկիրը եւ այն ամենը, ինչ նրանցում կան։ Ինչպես իմաստուն արվեստագետը նախ պատրաստում է նյութը, որով գոյացնում է իր գործերը, այնպես էլ արարիչն առաջին օրը նյութը ստեղծեց եւ ներհակները խառնելով իրար միավորեց, եւ նյութերի ստվերները արգելափակվեցին անդունդներում եւ խավար եղավ։ Եվ երկիրն աներևույթ ու անկազմ էր, աներևույթ, որովհետեւ ջուրը ծածկել էր երկիրը, եւ անձև, քանի որ չէր պտղաբերում, եւ բույսեր ու տնկեր չէին աճում նրա վրա։
եւ խավար էր տիրում երկրի անդունդների վրա, ոչ թե երկրի, այլ անդունդների վրա ջրերի եւ երկրի ներքո, եւ Աստծո հոգին շրջում էր ջրերի վրա, կենագործում բոլոր տարերքները, հորինելով զարդարում էր կենթանացնելու եւ բույսեր ու տնկեր բխեցնելու համար։ Աստված ասաց. «Թող լույս լինի» եւ լույս եղավ։ Անդունդների վրա խավարին հետամուտ եղավ լույսը, հալեց մաշեց խավարը եւ կուլ տվեց գիշերը, եւ վայելուչ կերպով տարածվելով սփռվեց անդունդների խորքերում եւ ջրերի շավիղների վրա, ինչպես անեղ եւ անժամանակ լույսը հորից, մարմնացած բանն Աստված դիմեց դեպի դժողքի անդունդը, կամակոր վիշապի վրա եւ հալածելով վանեց խավարը, գերեց գերի վարողներին եւ ազատեց գերվածներին։ Եվ սահմանեց, որպեսզի 12 ժամ լույս եւ 12 ժամ խավար լինի, եւ լույսի եւ խավարի սպառումը անվանեց մի օր, որ նորերի եւ ժամանակի սկիզբն է։ Դրա խորհուրդը արմավենյաց օրն է կրում իր մեջ, որը սկիզբն է մեր փրկության եւ պատճառը կենսաբեր չարչարանքների։ Իսկ ավակ երկուշաբթին Արարչության երկրորդ օրվա օրինակն է եւ պատկերը երկրորդ դարի։ Քանի որ երկրորդ օրը Աստված ասաց. «Թող տարածություն առաջանա ջրերի միջև», եւ միմյանցից բաժանվեցին ջրերն ու կառուցվեց երկնքի եւ ծովի հաստատությունը։ Եվ այդպես էլ եղավ։ Եվ որպեսզի այս զգալի եւ նյութական աշխարհը չկիզվի աննյութ եւ անիմանալի երկնքի արփիափայլ ճառագայթներից, որտեղ գտնվում է անմարմին, անմահ սուրբ հրեշտակների բնակավայրը, վերին ջրահարկը ափսեի նման շրջեց զգալի աշխարհի վրա, այն երկրի համար հովանի դարձնելով։ Եվ երբ լույսը լրվեց ու խավարն սպառվեց, կոչվեց երկրորդ օր, որը պատկերն է մեր այսօրվա օրինակն ու գաղափարը երկրորդ դարի, երբ ամենայն մարմին ապականեց իր ճանապարհը, իսկ Ենոքը հաճելի եղավ Աստծուն եւ փոխադրվեց հավիտենական կյանք։ Երկրորդ դարն ավարտվեց, երբ Նոյը 358 տարեկան էր։ Արդ այսօր Տիրոջն հետևելով ելնենք տաճարից եւ գնանք Կեդոնի ձորը, որը Ձիթենյաց լեռան ստորոտին է, եւ որտեղ Տերը հաճախ էր գնում իր աշակերտների հետ։ Եվ ցերեկն ուսուցանում էր ժողովրդի բազմությանը տաճարում։ Իր օրինակով նա մեզ ուսուցանում է, որ երբ ժողովուրդը աշխարհածուփ հոգսերից հեռանալով խաղաղվի, մոտենա եւ Աստվածայինը լուսազարդ պայծառությունները խնդրի, գնանք նրանց մեջ, վարդապետենք շահավետ, կյանք պարգևող եւ օգտակար խրատը։ Իսկ երբ գիշերային խավարամած աշխարհիկ եւ գետնաքարշ հոգսերը պաշարեն նրանց, փախչենք հեռու դեպի Ձիթենյաց լեռան ստորոտը եւ այնտեղ օթևանենք, որ նշանակում է բարձրանալ երկրաքարշ հոգսերից եւ հոգեվոր երգերով հալածել մեր մտքի մութ խավարը, Աստվածավանդ պարարտության ձեթով ոցել մեր գլուխները, որպեսզի մենք էլ նրանց հետ չընկնենք աշխարհիկ ծփանքների մեջ եւ չխավարեցնենք մեր խորհուրդները։ Եվ ելավ քաղաքից դուրս դեպի Բեթանիա եւ այնտեղ գիշերեց, եւ առավոտյան, երբ քաղաք վերադարձավ, քաղց զգաց։ Արդ հորից ծնված անժամանակ բան Աստված հագավ մեր բնությունը, քանի որ կամեցավ փրկել արարածներից, եւ երբ կամեցավ, հրաման տվեց քաղցին ու ծարավին եւ ապա մոտեցրեց իր Աստվածախառն մարմնին, որովհետեւ երբ կամեցավ, այն ժամանակ մեռավ, եւ երբ հաճեց, այն ժամանակ հարություն առավ։ Այստեղ քաղցին տարաժամ վաղ առավոտյան կոչում է գալ հասնել տերունական սուրբ մարմնին, որպեսզի պատճառ եւ տեղ տա հրաշափառ եւ աստվածագործ նշանները կատարելու։ Ասում է. եւ ճանապարհի վրա մի թզենի տեսնելով եկավ դեպի այն պտուղ փնտրելու եւ չգտավ։ Բոլորին հայտնի է, որ մարտ ամսին թզենու վրա ոչ ոք չի կարող պտուղ տեսնել, իսկ հոկտեմբերին այն չփնտրելով կարելի է գտնել։ Սակայն Քրիստոսը, մեր քավչապետը, իր ամենատես զորությամբ իբրև անգետ է շարժվում, ինչպես մի ժամանակ իրիկնամուտին դրախտում ուր ես Ադամ եւ առաջին եղբայրասպանին Աբել ուր է եղբայրդ հարցրեց։ Կամ էլ օրինադրին դեպի վեր կանչելով ասաց. ինչ է այդ, որ կա քո ձեռքին, իսկ մորմոքող Մարիամին հարցրեց. որտեղ դրեցիք նրան։
Այդպես էլ այստեղ է անգետ երևում, որպեսզի ճանապարհ հարթի հրաշափառ եւ աստվածային նշանների համար։ Ճանապարհվեց դեպի ծառը եւ ոչինչ չգտավ վրան բացի սաղարթից։ Թզենին հрьяաների օրինակն է, որոնց օրենքներով եւ մարգարեներով ամրացրեց եւ շրջապատեց պարսպով, եւ երբ ժամանակը հասավ, եկավ բարի գործերի պտուղ քաղելու նրանցից, եւ երբ չգտավ, հարվածելով զրկեց նրան տերևներից, դավարությունից եւ վայելչությունից։ Ասում է, եւ անիծելով թզենուն ասաց. «Թող հավիտյան պտուղ չլինի քեզ վրա, որովհետև իջնելով երկնքից քեզ մոտ եկա, պահանջելու քեզնից Աբրահամի հավատն ու գործերը եւ չգտա։ Այսուհետ քեզնից, այսինքն հрьяաներից, թող հավիտյան պտուղ, այսինքն մարգարե եւ աստվածախոս, նաեւ ոչ զոհ, ոչ պատարագ եւ ոչ նվեր չելնի»։ Եվ նույն պահին ծառը չորացավ, որպեսզի ճանաչենք նրան, ով սկզբում օրհնեց ձեռունների տեսակները եւ ասաց, որ աճեն, բազմանան եւ լցնեն երկիրը, եւ հրամանն արագորեն կատարվեց։ Ինչպես որ նախահորն ասաց, թող անիծյալ լինի երկիրը քո արածի պատճառով, թող քեզ համար փուշ ու տատասկ աճեցնի, եւ հրամանից անմիջապես հետո այդպես եղավ։ Այսպես էլ այստեղ անիծելով թզենուն ըստ հրամանի եղավ, քանի որ նա ինքն է արարիչը բոլորի ամեն բանի։ Չորացած թզենին օրինակն է նաև այն թզենու, որի տերևներով իրենց մերկությունը ծածկեցին Ադամն ու Եվան։ Արդ այսօր Տերը եկավ եւ չորացրեց թզենին, որովհետեւ այսուհետ նրա տերևը պիտանի չէ մարդկային ազգին իրենց ամոթը ծածկելու համար, քանի որ Սուրբ Ավազանի միջոցով նրա պատմուճանը հագան ու պչնվեցին, որովհետև բոլորը, որի Քրիստոս մկրտվեցին, Քրիստոսով զգեստավորվեցին։ Եվ դարձյալ, քանի որ բոլոր երանելի առաքյալների աչքի առջև էին տեղի ունենում նրա սաստիկ փորձությունները, մատնվել է քահանաների ձեռքը եւ չարչարանքներով մահը, ավելի առաջ քան առաքյալների տագնապը չորացրեց թզենին, որպեսզի երբ տեսնեն վրա հասած ծաղրուծանակն ու նախատինքները, հիշեն վարդապետի աստվածային զորությունը, հորդորվելով քաջալերվեն եւ չվախենան փորձություններից։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ոչ ոքի չխրովեցրեց այս աշխարհում, բացի թզենու եւ այն խոզերի տերերից։ Թզենու տիրոջը տրտմեցրեց նույն պատճառով, ինչ պատճառով խոզերի գերգեսացի տերերին, որոնց խոզերին դևերը ծովում խեղդեցին, քանի որ Աստված օրենքում հրամայել էր կենդանիների եւ վերքի տասանորդը տալ աղքատներին ու կարոտյալներին, իսկ թզենու տերը, արհամարելով Աստծո սահմանած օրենքը, աղքատներին չբաժանեց նրանց հասանելիքը եւ բոլորի տերը նրանց վնասելով տուժել տվեց։ Եվ Տիբերիայի ծովեզերքի բոլոր կողմերը, Հորդանանը, Գաղադի, Ռամաթը, Լիբանանի եւ Տյուրոսի լեռնակողմը, ամբողջ Հրեաստանը եւ հեթանոսները, լսելով նրա սքանչելի համբավի մասին, եկան լսելու Քրիստոսի աստվածահրաշ վարդապետությունը, տեսնելու հրաշքներն ու բժշկություն հայցելու նրանից։ Բայց գերգեսացիները շատ խոզեր ունեին, հարուստ էին, շահավետ առևտուր էին անում, եւ լսելով Հիսուսի զարմանալի գործերի մասին չեկան, եւ նա մարդասիրաբար նրանց ագահությունը կարճել ու նրանց սնոտի հույսը վերացնել կամեցավ, նաեւ որպեսզի մեզ ցույց տա, թե դևերն իշխանություն չունեն անգամ խոզերի վրա առանց Տիրոջ հրամանի։ Երբ աշակերտները տեսան թզենու չորանալը, զարմացան եւ ասացին. «Ինչպես թզենին իսկույն արմատից չորացավ»։ Որովհետև երբ ծառը կտրում են արմատից, միայն որոշ ժամանակ անց է չորանում եւ մերկանում կեղևից, իսկ հով ժամանակ ավելի երկար է ձգվում այդ ժամանակը, իսկ այդ ժամանակ գարուն էր եւ արեգակի ջերմությունը ուժեղ չէր երկրի վրա։ Տիրոջ խոսքով թզենին չորացավ արմատից մինչև ոստերը, վարկենապես մերկացավ կեղևից, ինչ որ միայն արարչական զորության գործ էր, այդ պատճառով զարմացան եւ հիացան առաքյալները։ Հիսուս նրանց ասաց. «Եթե հավատ ունենաք եւ չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենուն պատահածը, այլ թեկուս եւ այդ լեռանն ասեք. ելիր ու ծովն ընկիր, այն կկատարվի»։ Լեռը օրինակն է հակառակամարտ զորության, որը Տարտարոս պիտի առաքվեր։
եւ ամեն բան, որ խնդրեք աղոթքի մեջ հավատով, կստանաք, ասելով նրանց հորդորեց աղոթել։ Եկավ եւ ուսուցանում էր տաճարում, ոչ ինչպես դպիրներն ու մարգարեները, այլ իշխանությամբ եւ տիրաբար էր բարբարում եւ ուսուցանում իր մոտ խմբված ժողովրդին։ Քանի որ Սուրբ Հոգին բացում էր լսողների ականջները եւ նրա խոսքերը ընթանալով ճարակում էին բոլորին աստվածային վարդապետության խոսքերով եւ մնում էին լսողների լսելիքներում, մանուկներին եւ անգետներին հասնելով պաշարում էր բոլորին։ Բոլորն հիանում ու զարմանում էին, որովհետև հրամայում էր խոսքին եւ այն նվաճում էր բոլորին, միաժամանակ հասնում եւ մերձականերին եւ հեռվում գտնվողներին։ Քանի որ վարդապետության քաղցր ու անուշ բարբարը տարածվում էր լսողների մեջ, ինչպես ոսկորների մեջ տարածվող ձետ, քիմքը պարարող մեղրի համեղ խորիսխ կամ հոտոտելիքում տարածվող անուշ բույր եւ երաժշտությունից ավելի հեշտալուր էր լինում լսողների լսելիքում։ Եվ բանի ակնարկությամբ ժողովրդի մեջ բժշկվում էին բոլոր ախտերն ու հիվանդությունները, եւ ժողովուրդը ծովի խռովահույս ալիքների պես խմբվում էր նրա շուրջը։ Չկար մի վայր, տանիք, գավիթ կամ ապարանք, ուր նրան հանդիպելու ակնկալիքով խմբված չլինեին մարդիկ, ոչ միայն հրեաներ, այլ նաև հեթանոսներ, քանի որ այնտեղ կային նաև որոշ թվով հեթանոսներ նրանց մեջ, որ Երուսաղեմ էին եկել եւ ուզում էին Հիսուսին տեսնել։ Մինչ նա տաճարում էր, իսկ ժողովուրդը խռնվում էր նրա շուրջը, բարձրացրեց իր աչքերն ու ասաց. «Հայր, փառավորիր քո անունը»։ Երկնքից մի ձայն եկավ, եւ փառավորեցի, եւ դարձյալ պիտի փառավորեմ։ Քանի որ հրեաները խաբում էին ժողովրդին, թե նա հակառակվում է Աստծո օրենքներին, երբ բարձունքներից եկավ վկայության ձայնը, որ լսելի եղավ ամբողջ ժողովրդին, ասացին. որոտում է լինում։ Ոմանք էլ ասացին. նրա հետ մի հրեշտակ խոսեց։ Հիսուս պատասխանեց եւ ասաց. ինձ համար չէ, որ եկավ այս ձայնը, այլ ձեզ համար, որպեսզի հավատաք, որ հորից ելա եւ աշխարհ եկա։ Հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի։ Եվ աղաղակեց ու ասաց. ով ինձ է հավատում, ինձ չէ, որ հավատում է, այլ նրան, ով ինձ ուղարկեց, քանի որ ես եմ աշխարհի լույսը, ով հավատա ինձ, խավարի միջով չի գնա։ Երբ քահանայապետները, դպիրներն ու փարիսեցիները տեսան այս սքանչելիքները եւ լսեցին երկնքից եկած սոսկալի ձայնը, նրա խոսքերի հավատարիմ վկան, ասացին իրար. ահավասիկ տեսնում ենք, որ ոչ մի օգուտ չենք ստանում մեր լռությունից, քանի որ ամբողջ աշխարհն էր սարսելով գնում նրա ետևից։ Հռոմեացիները կհարձակվեն ու կավերեն մեր երկիրը, մեր ազգը կգերեվարեն Հռոմ, ինչպես եղավ Հուդայի Սեդեկիա թագավորի օրոք։ Քահանաներն այս ասացին, որպեսզի թերևս կարողանան ժողովրդին զարհուրեցնելով բաժանել նրանից, նրան բռնել կարողանալու եւ մահվան մատնելու համար, քանի որ վախենում էին ժողովրդից։ Սակայն ոչ կարողացան ժողովրդին բաժանել նրանից, ոչ էլ ամբոխին նրա դեմ հանել։ Կամեցան նրան բազմության առջև հանդիմանել որպես սնափառի ու անձնապարծի։ Մինչ տաճարում ուսուցանում էր, վրա հասան քահանայապետներն ու օրենսգետները ծերերով հանդերձ ու ասացին նրան. ասա մեզ, ինչ իշխանությամբ ես դու անում այդ, կամ ով է, որ քեզ տվեց այդ իշխանությունը։ Քանի որ ղևտացի չես եւ ոչ էլ քահանա, ինչպես ես քեզ քահանայապետի տեղ դնում։ Բոլորի տերը ճանաչեց նրանց խորամանկ կեղծավորությունը եւ ասաց. ես էլ ձեզ մի բան հարցնեմ, եւ դուք ինձ ասացեք, Հովանեսի մկրտությունը երկնքից էր, թե մարդկանցից։ Եթե ասեին երկնքից, Տերը նրանց կասեր. նա ինձ որովայնում երկրպագեց, ապա իմ մասին վկայեց եւ ասաց. ահա Աստծո գառը, որ վերցնում է աշխարհի մեղքը, եւ ով վերևից է գալիս, նա վեր է բոլորից, եւ ով հարս ունի, նա է Փեսան, նաեւ Հայր Աստված կնքեց նրան եւ ուղարկեց աշխարհ։ Այս վկայություններն ավելի վեր ու բարձր են, քան ղևտացիներենը, միայն Աստծուն են պատշաճում եւ այն քահանային, որ երդմամբ է դարձել քահանա ըստ Մելքիսեդեկի կարգի։ Իսկ եթե ասեին, թե մարդկանցից է Հովանեսի մկրտությունը, ժողովուրդը կքարկոծեր նրանց, եւ իրենց տգիտությանն ապավինելով ասացին չգիտենք, եւ ծաղրուծանակի առարկա դարձան բազմության առջև։
Ապա Տերը կշտամբեց նրանց զանազան առակներով, մեջ բերեց երկու որդիներին, երեց եւ անհնազանդ որդով օրինակ բերեց հրեաներին, որոնք մի ժամանակ Աստծո ժողովուրդ էին, իսկ հետո ստահակությամբ հեռացան Արարչից։ Իսկ կրտսեր որդին, որ մի ժամանակ անհնազանդ էր, իսկ հետո կատարեց հոր կամքը, խորհրդանշում է հեթանոսներին, որոնք Աստծո ժողովուրդ չէին, իսկ այժմ Աստծո ժողովուրդ դարձան։ Դարձյալ իբրև այգի ներկայացրեց հրեաներին, որոնց տեղափոխեց Եգիպտոսից, որոնց ճյուղերը տարածվեցին ծովով եւ ցամաքով, որոնց մոտ առաքեց մարգարեներին եւ նրանց կոտորեցին, հետո առաքեց իր միածին ու սիրելի որդուն, որին այգուց դուրս հանելով չարչարեցին ու սպանեցին։ Մեր Տերը դռնից դուրս պատարակվեց։ Այգուտերը կշտամբեց նրանց եւ ասաց. ձեզնից կվերցվի արքայությունը եւ կտրվի ուրիշներին։ Դարձյալ Տերը նրանց հարցրեց եւ ասաց. ինչպես եք համարում, ում որդին է Քրիստոս։ Նրանք ասացին Դավթի, եւ նրանց ասաց. ինչպես նրան Դավիթը Տեր կոչեց։ Սուրբ Հոգով ասաց. Տերն իմ Տիրոջն ասաց. նստիր իմ աջ կողմում, մինչև քո թշնամիներին քո ոտքերի պատվանդան դնեմ։ Ձեզնից ով չի կարդացել այն վեմը, որն անարգեցին շինողները, նա է, որ անկյունակար եղավ։ Տիրոջից եղավ այս եւ սքանչելի է մեր աչքում։ Դարձյալ ասում է. այսօր է, որի մասին Տերն ասաց. եկեք ցնծանք եւ ուրախանանք Տիրոջ առջև։ Մեր Տեր Աստված երևաց մեզ, ուրախությամբ տոն կատարենք մուտքից մինչև անկյունները սեղանի, եւ կշտամբեց եւ հանդիմանեց նրանց, նախատեց նրանց խաբեբայությունն ու ստությունը։ Փարիսեցիները խոցվելով եւ անասելի վիրավորվելով չկարողացան մեղադրել Տիրոջը։ Նաեւ երբ Հովանեսը, ամլորդին եւ հրաշացին մանուկը նրան Աստծոբան եւ գառ վկայեց, չկարողացան գերեվարությամբ զարհուրեցնել ամբոխին եւ բաժանել նրանից։ Բյուրավորներ ու հազարավորներ մեծ բազմություններ միշտ նրա շուրջն էին։ Քահանաները տարակուսանքի մեջ էին ընկել, քանի որ ոչ մի կերպ չէին կարողանում դավել նրան, եւ որոշեցին նրան մատնել երկրավոր իշխանություններին, ասելով, թե հակառակվում է Կայսերը եւ խանգարում է, որ Հրեաստանը հարկ տա նրան։ Իրենց չար դավաճանության վկաներին, Հերովդիանոսներին իրենց հետ վերցրին մեր փրկչի բերանից խոսքեր որսալու եւ նրան ասացին. Վարդապետ, գիտենք, որ ճշմարտությամբ ուսուցանում ես Աստծո ճանապարհը։ Արդ ասա մեզ ճշմարիտը, պետք է Կայսրին հարկ տալ, թե ոչ։ Տերը, որ միակ սրտագետն է, միակ քննողը մարդկանց խորհուրդների եւ երիկամների, հասկացավ նրանց կեղծիքն ու դավաճանությունը եւ նրանց ասաց. Ինչու եք փորձում ինձ, կեղծավորներ, ցույց տվեք ինձ մի դահեկան։ Եվ նրանք նրան ցույց տվին։ Նա հարցրեց. ում պատկերն ու գիրը ունի դա։ Ասացին Կայսրինը, եւ նա ասաց. արդ գնացեք Կայսրին տվեք, իսկ աստվածայիններն Աստծուն ընծայաբերեք, քանի որ այս զգալի եւ նյութական աշխարհն իմն է, երկինքը ես ստեղծեցի եւ բարձունքում կարգելով հորինեցի իշխանություններ ու պետություններ։ Այստեղ նույնպես ինձնով են թագավորները թագավորում եւ իմ հրամանով են բռնակալները զորանալով գրավում երկիրը։ Տիբերիոս Կայսերը ես տվեցի իշխանություն տիրելու ամբողջ երկրին, ծովին ու ցամաքին, եւ նրա զորությունը չի խանգարում ինձ պաշտողներին, նրանց, ովքեր կամենում են ինձ հետևել։ Իմ հրամանով մարմնով երկրավոր թագավորներին, իսկ բարեպաշտությամբ Աստծուն ծառայեցեք որպես արարչագործի եւ ճարտարապետի եւ աշխարհիկ պետություններին, որպեսզի բարեկարգություն լինի։ Եվ այդպես ամաչեցնելով պապանձեցրեց փարիսեցիներին, իսկ սադուկեցիները, որոնք սուտ էին համարում մեռելների հարությունը, սնոտի խոսքեր բարբարեցին 7 մեռած եղբայրների կնոջ մասին, թե հարությունից հետո նա որ եղբոր կինն է լինելու։ Ամենքի փրկիչը նշավակեց ու կշտամբեց նրանց եւ հարության օրը ներկայացրեց փառքով ու հրաշագործություններով լի, երբ պիտի անմահագործվի ամբողջ տիեզերքը անմարմին բոցեղենների կերպարանքով, ուր չկա ոչ արու եւ ոչ էգ, այլ բոլորը հրեշտակների նման պիտի լինեն, պիտի փայլեն ու պայծառանան լուսեղեն խորաններում։
Դարձյալ ասում էր ժողովրդին, որ զգուշանան փարիսեցիների կեղծավորությունից, եւ այպանեց հանդիմանեց փարիսեցիներին, կշտամբեց նրանց խորամանկությունը։ Վարդապետելով ուսուցանեց տաճարում հավաքված բազմությանը, ամբողջ ժողովուրդը նրանով տարված լսում էր նրան։ Թող Սուրբ Հոգին Մխիթարիչը նրանց հետ նաև մեզ արժանացնի իր բնակության տաճար լինելու, որպեսզի համբերցյալ բարիքներին արժանանանք մեր Տեր Հիսուս Քրիստոսով, որին վայել է փառք, իշխանություն եւ պատիվ, այժմ եւ միշտ եւ հավիտյանս հավիտենից։ Ամեն։